Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Հուսով եմ, որ լավ եք ու ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Դե ինչ, այսօր նորից մի փոքրիկ հարց-պատասխան ֆորմատ է լինելու։ Նախորդ հոլովակից հետո մի կոմենտարիա կարդացի, որը ինձ մի քիչ ոչ թե դուր չեկավ, այսինքն նենց ստացվեց իբրև թե ես հորինել եմ ինձանից, խաբել եմ ու ինչ որտեղ իբրև թե արդարանալու մի միջոց է։ Դուրս եկա, որ մենք տուն չենք գնում, արդարացնելով, որ իբրև թե վախենում ենք, որ մեր դուռը կոտրեն ու մեր տան մեջ ապրեն։ Սկսեմ նրանից, որ դա չէ գլխավոր պատճառը, որ մենք տուն չենք գնում, մի քանի պատճառներից բաղկացած է այդ ամեն ինչը ու դա ուղղակի վախ է զուտ քո տան համար, ոչ թե պատճառ է տունը չգնելու համար։ Ես չեմ ասել, որ դա գլխավոր մեծ պատճառն է, որի պատճառով մենք տարիներ շարունակ տուն չենք գնում, սիրելիներս։ Նախ սկսեմ նրանից, որ Ֆրանսիան մուտք գործելուց հետո մոտավորապես, արդեն կոնկրետ չեմ հիշում, բայց 8 տարի երևի թե կարելի ասել մենք չունենք ապրելու եւ աշխատանքի իրավունք, ինքնըստինքյան, երբ որ դու չես աշխատում, դու չես կարող քեզ թույլ տալ այս երկրում գնել նույնիսկ մի փոքր ավտոտնակ։ Եվ դրա իսկ պատճառով գնումը տան գնման process-ը հետաձգվում է, այնտեղ սկսվում է արդեն աշխատել, ինտեգրվել, ինչու ոչ նաև տուն վերցնել, կահավորել նախնական ապրելու համար, որովհետև սենց հոп ճտիկով չես կարող գնալ ու ասել, գիտեք ինչ, բանկին ես նոր սկսել եմ աշխատել, ու ես ուզում եմ տուն գնել, ոչ դա այդպես չի գործում այստեղ, բայց գլխավոր իմ այսօրվա հոլովակը նրանում է, սիրելիներս, որ գրել էին, որ ես ինձնից բաներ եմ հորինում, ինչ եք ուզում դրանով ասել, որ մարդիկ վախենում են տուն գնել, նշանակում է Ֆրանսիայում կամ չգիտեմ գնաց մարդիկ հիմա ոնց են տնից իրանց դուրս գալիս։ Նախ սկսեմ նրանից, որ բոլորն էլ ուզում են, ցանկանում են տուն գնել, ունենալ, անկախ նրանից, թե կա այդ վախը, թե ոչ։ Սկսեմ նրանից, որ այդ ինֆորմացիան իրական է եւ ճշմարիտ է ու ես ինձնից ոչինչ չեմ հորինում։ Նույնիսկ իրական դեպք կա իմ գործընկերուհին, որը ցավոք սրտի կորցրել է այդպես իր բնակարանը, նույնիսկ կարելի ասել իրանը չէր դա սոցիալական բնակարան է եղել, որը իրեն չի պատկանել, բայց երբ որ ինքը գնացել է իր երկիր, իր տղային, կարծեմ 14-15 տարեկան տղա երեխան մնացել է այստեղ, նա գնացել է ընդամենը, եթե չեմ սխալվում, 2 շաբաթով, շատ կարևոր գործուղման է եղել, գործուղման չէ, գնացել է իր երկիր, իր գործերով, այդպես ասեմ, եւ ետ վերադառնալուն պես տեսել է, որ իր տան մեջ ապրում են բացի իր երեխան, եւս մի քանի հոգի։ Տղուն հարցնելով, թե ինչ են անում այս մարդիկ մեր տան մեջ, տղան ասում է, որ խոսքով երեխայի խելքը կերել են, ասել են կուզես քո համար լավ բոթաս կառնենք, էս կառնենք, թող մենք ձեր տունը մնանք, մինչև մամադ կգա, այս երեխան էլ համոզվել է եւ ներս է թողել, սիրելիներ։ Դա իրական պատմություն է, ես չեմ հորինում հիմա ինձանից։ Եվ իհարկե Ետ գալուն պես, բա մարդիկ դուրս չեն եկել այդ տնից, ասեմ ձեզ իմանաք, եւ օրենքը այդ դեպքում արդեն այդ մարդկանց կողմից է եղել, ինչ է պատահել, ինքնըստինքյան իմ գործընկերուհին իր երեխաներին վերցրել է եւ դուրս է եկել այդ տնից, քանի որ անհնար սիտուացիա են ստեղծել իրան, որ ինքը այդտեղ ապրի, բնակարանը վեր ու վար են արել, ավիրել են այդ ընթացքում, որ նկարները ինձ ցույց տվեց, իրոք անկեղծ եմ ասում, լացս եկավ, ես չգիտեմ ինքը ոնց է հոգեբանորեն այդ ամեն ինչին դիմադրում միջև առ այսօր ու դա տևում է արդեն տարուց ավել, եթե ոչ ավել, տարուց էլ, հա։ Եվ ինչ եք դուք կարծում, բացի նրանից, որ ինքը հիմա այդ տան մեջ չի բնակվում, ինքը բնակվում է իր հարազատի, բարեկամի, ընկերուհու տներով է շրջում իր 4 երեխաների հետ, դեպ ամուսին չունի, 4 երեխաների հետ, նաև իր վզին, կոպիտ կարող է հնչի, կուտակվում է պարտք այդ բնակարանի ամսվա վարձի, այսինքն ինչ է նշանակում, որ ինքը նույնիսկ այդտեղ հիմա չբնակվելով, ինքը պարտավորվում է մեկը այդ տան վարձը մուծել, որովհետև իր անունով է այդ տունը վերցվել։ Դուք հասկանում եք, հիմա այդ տան մեջ ապրում են, ավիրում են, քանդում են, ջարդում են, ինչ ուզում անում են
այն մարդիկ, որոնք որ անվճար ներխուժել են, իսկ այն մարդը, որը որ պարտավորվում է վճարի, ապրում է ուրիշների տներով եւ սաղ որ այսպես պապկան ձեռը թղթաբանությունով ինքը գալիս է գործից վազում է այս հանդիպման, այն հանդիպման Պաստաբան էս կոմ, որ ինչ-որ մի լուծում գտնի, բայց այդ լուծումը կարա տևի ամիսներ եւ նույնիսկ տարիներ։ Այնպես որ ես ինձնից ոչինչ չեմ հորինում ու այնտեղ նես չի, որ դուք դուրը բացեցիք ու դուրս եկաք ձեր հետևից մտան ու վերջ, ոնց որ ասած, արդեն իրանք են տանտերը, ոչ։ Կարծեմ ինչ-որ որոշակի օրեր գոյություն ունի, որի բացակայելու դեպքում այդ արանքում եթե մտնեն ու ներխուժեն ձեր տուն դրան զամոկը փոխեն, դուք ինքնըստինքյաններ չեք կարող մտնել եւ պոլիսը, ոստիկանությունը նույնիսկ եթե աջակցում է ձեզ որպես մարդ, տեսակ օրենքով ինքը իրավունք ունի այդ մարդկանց վտարի ձեր իսկ տան մեջից։ Այնպես որ այդ վտանգը Ֆրանսիայում գոյություն ունի, նույնիսկ դա ինչքան գիտեմ գոյություն ունի Իսպանիայում, մի աղջիկ սալոն էր վարձել, Իրանը չէր, վարձել էր որպեսզի ապրի այնտեղ կներեք չապրի, իրա ինչ-որ ինքը քանդակներ էր արտադրելու, չգիտեմ ինչ էր անելու, մի խոսքով իրա համար տեղ էր վարձակալել, որպեսզի այդտեղ իրա բիզնեսը սկսվի եւ ռեմոնտ վերանորոգումից հետո, կահույքը դնելուց հետո, բացման, չգիտեմ օրն ա եղել թե 1 օր առաջ, գնացել է տեսել է, որ դրան դուրը զամոկը կոտրած ու փոխած է եղել։ Ինչա պարզվել, որ գնչուական մի ընտանիք որոշել է, որ այդտեղ պետք է ապրի ու ինքը էլ ոչինչ չի կարող անի, ինքը դատական գործ է բացում եւ եթե նույնիսկ դուք փորձեք ֆիզիկական գործ ուժ գործադրեք, դուք կարող եք հայտնվել բանտում այդ աստիճան ու լիքը դեպքեր կա կոնկրետ ֆրանսիական ընտանիքների հիմնականում այն տներն են, որոնք որ տատիկ պապիկները միգուցե մահացել են եւ տունը դուրը փակ ա եղել, ժառանգաբար անցել է իրանց թորներին ու իրանք քանի որ չեն ապրել այդ տան մեջ, նրանք իմացել են, եկել են կոտրել են, ապրում են, մի խոսքով այդ թեման շատ մեծ է ու այդ թեման շատ ծավալուն է, չէ, պետք չի։ Ու ինչ էի ուզում ասել, որ հավատացեք, նույնիսկ մենք երբ որ գնում էինք արձակուրդ, այս 2 տարին չէ, որովհետև այնպես աստացվել արդեն երեխեքը, որ մեծ են, մեկս գնում է, մյուսս գալիս է, միասին հիմնականում արդեն արձակուրդ, կարելի ասել չեն գնում, որովհետև աղջիկս իրա կոմպանիայով է գնում, Սամոն իրա ընկերու հետ է գնում, հա, հիմնականում փոքրիկն է մեզ հետ ու ունենք ենք մենք թվերը վերցնում, դատաները, հա, որպեսզի մեկս անպայման տունը լինի նախ որ փիսիկներին տեր կանգնի, որտեվ չենք շատ վաղ չենք ուզում մեզ հետ վերցնենք, որտեվ մեծ փիսիկը չի սիրում ճամփորդել, այդպես ասեմ, հա, իսկ մինչև դա մի երևի 2-3 տարի առաջ կարելի ասել, երբ որ մենք գնում էինք արձակուրդ, ամառային արձակուրդ եւ երկար էին գնում 2 շաբաթով, ես հիմնականում այս վարագույրներ կան մետաղյա ֆրանսիական կվարտիրաները ունեն այս մետաղյա վարագույրները, ես չէի փակում դիտավորալ, չնայած շատերը փակում են, քանի որ երկար օրերով տեղ են գնում, փակում են, ոնց որ արևը չմտնի, չգիտեմ, այս կոմ, ես հակառակը բաց էի թողնում, որովհետև ասում եմ, եթե ես փակեմ հիմա աչքի անգնում, որ այդ մարդիկ տան մեջ չեն, այսինքն մշտական փակ պահված վարագույրները նշանակում է, որ այդ տան մեջ մարդ չկա, նույնիսկ ես լույսեր էի վար թողնում, խոհանոցի լույսը, սպալնիայի ննջասենյակի լույսը, ասում էի թող պարտադիր լույս վարվի այդ տան մեջ, որ մտածեն, որ տանը ինչ-որ մեկը կա։ Ժողովուրդ, լինի ձեր սեփականությունը, լինի թե սոցիալական, թե վարձակալած բնակարան, այդ վտանգը գոյություն ունի ու դա հնարված մի պատմություն չի, դա իրականություն է, եթե դուք նույնիսկ փորձեք գտնել, շատ պատմություններ կգտնեք, մի հատ էլ պատմություն ձեզ ցույց ասեմ, դա ես հեռուստացույցով եմ դիտել ֆրանսիական ալիքով, մի կին չէ, մի ընտանիք, մարդ ամուսին կին եւ երեխաներ գնում են տուն, սեփական տուն, ֆրանսիացիներ են իդեպ երբ որ օրը գալիս է, որ մտնեն ու այդ տան մեջ ապրեն, պարզվում է ինչ, որ եւս մեկ, չգիտեմ որտեղից եկած գնչուներ են լինում, Կոսովոյի, Ալբանիայի, չգիտեմ որտեղի գնչուներ, նույնպես դուրը կոտրել են եւ ապրում են այդ տան մեջ սիրելիներս։ Ու ես չեմ ուզում նույնիսկ պատկերացնեմ այդ մարդկանց հոգեվիճակը,
ոստիկանություն են կանչել, ոստիկանություն ասել է ոչինչ չեն կարող անել, այդ մարդիկ տուներ սեփական գնել են կրեդիտով, պատկերացնում եք դուք ձեր իրավիճակը, դուք գնում եք տուն կրեդիտով ու իտոգում դուք չեք ապրում այդ տան մեջ ու կրեդիտ եք վճարում։ Միլիոնատեր չեն մարդիկ, ովքեր կրեդիտով են վճարում, որ մի հատ կրեդիտ վճարեն ուրիշը ապրի, մի հատ էլ նույն ձևի այդքան է փող վճարեն, առանձին էլի տուն վարձեն, պատկերացնում եք։ Ու դատական գործ է սկսվել, նույնիսկ իրանց զգուշացում են տվել, որ ոչ մի դեպքում դուք իրավունք չունեք այդ մարդկանց այդ տնից վտարեք, նրանք նույնպես չունեն տուն ապրելու, այդ դրա իսկ պատճառով դուք իրավունք չունեք դրանց վտարեք ձեր տնից, նույնիսկ եթե ձերն է, եւ ինչ են արել այդ խեղճ ընտանիքը, պալատկա է խփել ու ապրում է այդ նույն տան հայաթում, դուք պատկերացնում եք, այդ նույն տան հայաթում, պալատկայի մեջ ցույց տվեց, որ լվացք անում, պարանից կախում, որովհետև ինքը միջոց չունի բացի այդ տան կրեդիտը փակելը, մի հատ էլ տուն վարձակալի ապրի։ Դուք հասկանում եք, ինչ վտանգ կա։ Միգուցե անհետետ օրենք է ու ես ձեզ հետ լրիվ համաձայն եմ, ոնց որ գիտեք ինչ ունի Ռոբին Գուդի ինչ որ մի բան հարուստից վերցնենք աղքատին տանք, բայց շատ դեպքերում այն միջին մարդն էլ որ զորով իրանից պոկում է ուզում է մի բան ունենա, այդ մարդու ձեռից են խլում ու պետությունը մեկ է ասում է չէ, դու ուրեմն կարայիր ունենայիր, ուրեմն էլի կունենաս, իսկ այս մարդը չունի, ոնց հանենք գցենք դուրս, հասկանում եք ինչ է կատարվում։ Նույն այդ ժառանգությունը տալը Հայաստանի նման չի, որ ժառանգեցիր, վերջրեց օրինակի համար գրանցվածը տղա քո տան մեջ, հա, դուք գնացիք արդեն այն աշխարհ, ժառանգը մնում է ձեր որդին, հա, կոպիտ ասած։ Չէ, այստեղ այտենց բան չկա։ Շատերը նվիրատվություն են անում, որովհետև երբ որ նվիրատվություն էին անում, ինչքան որ չեմ սխալվում, մինչև 25 թիվը այդպես է, այնտեղ որոշակի տոկոս էր վճարվում եւ վերջ, եթե չեմ սխալվում։ Իսկ հիմա նույնիսկ եթե դու 26 թվից սկսված ձեր երեխային, ձեր քարտից փոխանցեք գումար ձեր երեխայի քարտին, դա կոչվում է նորից ռեսուրս իր համար։ Այսինքն ես մուծում եմ այդ կոպիտ ասած 1000 եվրոին, ես մուծում եմ իմ նալոգը, որովհետև իմ աշխատած գումարն է։ Բայց ես երբ որ փոխանցում եմ այդ 1000 եվրոն իմ երեխային, նույն ձևի իմ երեխան պարտավոր է այդ գումարից նալոգ վճարի, որովհետև դա նույնպես իր ռեսուրսն է։ Դուք հասկանում եք, այստեղ այնքան օրենքներ կան, որոնք որ չգիտեմ, մի քիչ ճիշտ չի իմ կարծիքով, բայց ինչ որտեղ ոնց որ փորձում են ժողովրդից փող փոխեն այդ ձևով, պլյուս օրենք են հանել, որ իրանք սոլիդարական երկիր են ու օգնում են այն մարդուն, ով չունի, բայց դրա հետ մեկտեղ շատ դեպքերում վնասում են այն մարդուն, ով որ նույնպես չի ունեցել, զորով են որ ասում է իրանից փոկելով մի բան ստեղծել է։ Հիմա ուզում եմ անդրադառնալ կոմենտարիա գրողին, ես վստահ եմ, որ կնայի այդ իմ վիդեոն, չնայած ես ձեզ արդեն պատասխանել եմ, եւս մեկ անգամ ուզում եմ անձամբ ձեզ ասել, որ այս իմ ալիքում, սիրո տանիքում, յուրաքանչյուր բառ, որ իմ բերանից ելնում է, յուրաքանչյուր ինչ-որ ինֆորմացիա, որ ես ձեզ փոխանցում եմ, դա ստուգված է, դա հաստատված է։ Ես երբեք ուղղակի չեմ նստի ու ձեզ չեմ ասի մի բան, որը որ չի համապատասխանում իրականությանը, սիրելիներս։ Այնպես որ խնդրում եմ ձեզ գրելուց առաջ եւս մեկ անգամ մտածեք, եւս մեկ անգամ ստուգեք իմ խոսքերը, գոնե նոր հետո գրեք։ Հա, այսպես։ Հարց կար, որ թվին ենք եկել Ֆրանսիա, ժողովուրդ արդեն 15 տարի ապրում ենք Ֆրանսիայում, եկել ենք Հայաստանից, Երևան քաղաքից։ Հարց մեկ քանի նոր բաժանորդները ասում էին, քանի հոգի է ձեր ընտանիքը, քանի հոգուց է բաղկացած, ես, ամուսինս, մեր 3 երեխաները եւ միգուցե շատ շուտով մեր ապագա հարսիկը, այսպես Ինձ թվում է ուրիշ այդպիսի հարցեր չկա, որ պատասխանեմ, այդքանով կսահմանափակվեմ, շնորհակալ եմ, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք, անչափ շնորհակալ եմ, որ այդքան ակտիվ եք կոմենտարիաներում, ժողովուրդ, եւ ինչ ասեմ։ Հա, եւս մեկ բան, մի աղջիկ կա, որի անունը Անի է, նա YouTube-յան ալիք է բացել, կոչվում է Անի Family Vlog, եթե չեմ սխալվում, սիրելիներս, նա ինձ խնդրել էր, որպեսզի ձեզ փոխանցեմ, որ եթե կուզեք անցեք իր ալիք եւ եթե կցանկանաք բաժանորդագրվեք զարգացնելու համար իր ալիքը, այնպես որ եթե ցանկություն ունեք, Անի ջան, ես փոխանցեցի քո խնդրանքը, հուսով եմ, որ արդյունք կտա։ Դե ինչ, շնորհակալություն, որ դիտեցիք, իսկ հիմա ես վազեմ գնամ աշխատանքի, որովհետև ես հիմա աշխատանքի եմ։
տեսնեմ միգուցե ստացվի մի փոքրիկ կադրեր ցույց տամ մեր խանութից եւս մեկ անգամ, որովհետեւ գրում էիք շատ, ինչու առևտուր չես անում ձեր խանութից, ժողովուրդ մի անգամ էլ կրկնեմ նախ, որովհետև մեր խանութից ես մի անգամից մեծ առևտուր չեմ անում, քանի որ ամեն օր այնտեղ եմ ձեռքից հետ առնում բերում եմ ու ամեն մի հատ առածս ձեզ ցույց չեմ տալու, պարզա։ Երկրորդն էլ այդքան չեմ սիրում մեր խանութում վլոգ նկարել, որովհետև նախ սա հաճախորդները արդեն գիտեն ես ով եմ ու մի քիչ, չգիտեմ, ինձի այդքան հանգիստ ու ազատ չեմ զգա մեր խանութում վլոգ նկարեմ ու առևտուր անեմ, բայց մի փոքրիկ էլի մեր խանութը այս հոլովակում երևի թե ցույց տամ։ Դե ինչ կհանդիպենք արդեն խանութում ես ուշանում եմ։ Ես արդեն դուրս եկա, գնում եմ, իդեպ խանութը երևի թե կնկարեմ արդեն օրվա վերջ, երբ էլ հաճախորդ չի լինի խանութում, կլինեմ ես և մի քանի հոգի, այսինքն մեր աշխատողներից, կշրջեմ, ցույց կտամ խանութը, հուսով եմ օրվա վերջ ամեն դեպքում տեսքը ահավոր փչացած չի լինի, որովհետև հաճախորդները շատ վաղ շատ անխիղճ են և խանութի աշխատողին չեն գնահատում, նույնիսկ մի շատ շուտվա պատմություն ունեմ, նոր էի սկսել աշխատել, չի աշխատում, կարծեմ ստաժերովկա էի անում Ժիֆիում ու օրվա վերջեր արդեն ապրանքները գեղեցիկ առաջ էինք բերում, դասավորում էինք այդ տեղի աշխատողներով, բայց հենց հաճախորդներ կար խանութում, ես խաղալիքների բաժնում էի ու մի մայր էր, որը իր որդու հետ էր, որդին է միգուցե 7-8 տարեկան, չգիտեմ կոնկրետ տարիքը չեմ հիշում, շատ վաղուց էր, ես դասավորում եմ, առաջ եմ բերում արդեն խանութը փակվելու վրա է կարելի ասել, ես երեխան վերցնում է, վերցածը շպրտում է այս կողմ, այն կողմ ու այնքան որ կուլտուրական խտրեցես այն ինչ որ վերցնում ես, շատ եմ խնդրում, նորից նույն տեղը դիր, ոնց որ չխառնվի նորից, հա բաժինը, ինչին պատասխան իր ամայրիկը շրջվեց և ասեց դա ձեր աշխատանքն է, դուք պարտավոր եք դասավորել, ճիշտ է այն վաղտ շատ ջահել էի, շատ անփորձ էի, շատ ամաչկոտ ու կաշկանդվող էի, գիտեմ ով է, հա, բայց ինչ չէին սիգնալ տալիս, ընդ իրար էին աշկից պաչիկ անելու ավտոներով, հա, եթե հիմա լիներ, ի պատասխանը ուրիշ ձև կանչեր այդ մայրիկին, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ այստեղ նույնիսկ շատ վաղ իրանց երեխեքին այն ձև են դաստիարակում, դրա համար հուսով եմ խանութը շատ ահավոր վիճակում չլինի աշխատանքի վերջում, բայց դե ամեն դեպքում խոստացել եմ ցույց կտամ, ինչու ոչ, այսպես, ուրիշ տոնց բան չունեմ ասելու, ժողովուրդ, արդեն երևի թե կսկսենք գնալ նվերների գնումների, այս շաբաթվա վերջ արդեն կփաթեթավորեմ, որովհետև մենք պետքա Սուրբ Ծնունդը նշենք ամսի 25-ին, որտև էլ ինչ-որ մեզ հետ չի կարող գալ, նոր տարին դիմավորել, այնպես որ երևի թե նվերի արարողությունը մեր կլինի ամսի 25-ին, դե իհարկե ձեզ էլ ցույց կտամ ինչ թե ոնց։ Ինչ ես ասա իմ աշխատանքի վայրը արդեն, այդքան մոտիկ եմ աշխատում։ Կհանդիպենք օրվա վերջ, երբ էլ մարդ չլինի խանութում։ Ժողովուրդ նայեք մեզ մոտ ինչ որ ներկայացում են անում, հյուրասիրում են մարդկանց։ Bonjour։ Սենց հյուրասիրություն են կազմակերպել այսօր մեր խանութում։ Je présente. Ouais, j'avais bien compris. Ça se passe? Ouais, super. Parfait. Այսի մի փոքրիկ հիմա, հետո մնացածը ցույց կտամ։ Ժողովուրդ, ասել էի, որ ցույց կտամ, հիմա ցույց եմ տալիս։ Մեր շորի բաժինն է, այսպես ցույց տամ, որ երևի։ Բավականին լավ որակ ունեն մեր շորերը իրականում։ Սենց մոտիկից ցույց տամ, սենց փայփլուն բաներ կա։ Սին բանալինա աշխատանքի տեղի, մեր խաչոբրիլոկն եմ կախել, որը որ գնել էի Էջմիածնից։ Ահա, ստե ինչ որ մեկը իր զոնցիկն է մոռացել, բայց երևի թե հələ հաճախորդ կա խանութում, ոնց հասկացա։ Այստեղ նայեք։ Madame, on fait... Si la taille ne va pas, on peut changer. Vous pouvez garder bien votre ticket de caisse et arrachez pas les étiquettes. D'accord. Et normalement, taille 2, c'est quelle taille?
Taille 2, normalement, c'est soit 38, soit 40. Mais je pense 38. Voilà. Donc, le 3, c'est 42, 40. 40 presque. 40. Taille 2, c'est 38. Ահա, այստեղ մեր էլեմենտներն է, այստեղ սենց սիրուն բաներ ենք ստացել, բավականին էժան գներով, on ferme le magasin. Oui, je sais. Ասեցի, որ խանութը փակում ենք արդեն, շատ մեծ տեսականի չունենք իհարկե բաների, ստե մի հատ չայնիկ կա, որ հավանել եմ, միգուցե գնեմ, նայեք, սենց հավես բան կա, տեղ կաստրուլաներն են, միկրովալնովկա, սենց բաներն է, որ մեջ արագ պատրաստում են այֆրեյողա կոչվում, չգիտեմ հայերեն ոնց է ճիշտն ասած, սենց սիրուն սիմիներ կա, հա, բլինչիկ սարքելու, իրականում հլը խանութը փակա, բայց ես նկարում եմ հարթուկի սեղան, այստեղ սենց էլի գեղեցիկ բաներ կա, սրանք պալետի վրա են շարե, արագ վաճառվի հանեն, սենց պլաստիկից է իհարկե, բայց էլի լավն է, եկեք ձեզ ցույց տամ մեր համեմունքների տեսականին ու ուշադրություն դարձրեք, թե ինչքան գեղեցիկ ու ամեն ինչ դասավորված է, ակուրատնի, ոչ մի խանութում այդ ակուրատնությունը ես չեմ տեսել ճիշտն ասեմ, այստեղ մսի բաժինն արդեն փակել են, նայեք ինչ մեծ մսի բաժին ունենք, գնում չի վերջանում, մեր խանութի այս շկաֆչիկներն եմ շատ հավանում, տան ջերմություն է տալիս, այստեղ մեր սոկերն է, նայեք ինչքան գեղեցիկ ամեն ինչ շարված ու օրվա վերջը է, նկատի ունեցեք, որ օրվա վերջը ու ժողովուրդը բավականին իրա գործն արել է, այստեղ փակածուներն են, այս մյուս կողմում, զեյթուն, ձեթ և այսպես շարունակ, ճիշտ է արդեն են տեսքը չունի, որովհետև օրվա վերջը, դրսում իդեպ շատ ուժեղ անձրև է գալիս, սա սարցարանն է, Fini? Allez. Non, pas encore. Allez, à demain. Ciao. Այստեղ մեր պլավների բաժինն է և էլի ոչինչ վատ չի դասավորված կարելի ասել, օրվա վերջի համար մի քիչ դատարկ բաժին ունենք, ստեղ արդեն սոուսներն են, ժողովուրդ շատ լավ խանութ ունենք իրականում, ուղղակի շատ մեծ գնումների համար հիմնականում գնում եմ կյախվուղ կամ գրանդ ֆրե, մեծ մասն է, որ նկարեմ ձեզ էլ ցույց տամ, դրա համար այստեղի առևտուրը շատ արագ եմ անում ու ձեռքիս հետ, էսի մեր հայկականն է մի քիչ մնացել, կվաճառվի ու էլ չենք ստանալու, քանի որ թանկեր ժողովուրդը չեն առնում, հա, այստեղ ազիատիկ չէ, աֆրիկական ինչ-որ բաժին է, ոնց հասկացա, էլի սոկեր է, որը որ դատարկվել է, վաղը ստեղից կբերեն ստեղ կլցնեն արդեն, սա էլ է սոկերի բաժինը, այս սա ազիատիկ բաժինն է, էլի նայեք, բավականին գեղեցիկ ամենից շարված է, մի խոսքով շատ լավ խանութ ունենք մենք, շատ գոհ եմ, տեսականին շատ է, սա տնորենը ասելու սերին ես ինչ ես անում դու ստեղ, այսքան նկարում ես, այստեղ ջրեղենն է, այստեղ մի քիչ դատարկա բաժինը, աֆրիկական բաժինն է, ցույց չեմ տալիս, այստեղ մեր հակառակորդի բաժինն է, Թուրքի, բայց դա ամեն դեպքում ինչ ունենք, էլի, բավականին հետաքրքիր սնունդ ունեն, քաղցրավենիքներ, այստեղ էլի բաներն է իրանց, մերնի նման է դե ձավարը իրանք էլ են օգտագործում, գրեչկա պատկերացրեք ունենք, ոչ բոլոր խանութներից կարող եք գրեչկա գնել, իսկ այստեղից կարող եք թթուներ, այսպես ժողովուրդ, դե ինչ, երևի թե այսքանով ավարտեմ, այստեղ էլ արդեն էլի սոկերի տեսականի է, չիպսերի տեսականի է, երևի այսքանով ավարտեմ, ինձ թվում է, որ բավական էր, հուսով եմ, որ եթե մոտ եք ապրում, կհամենաք մեր խանութ, որովհետև տեսականին վատը չի, դե ինչ, ինչպես միշտ ուղարկում եմ ձեզ, պաչիկ։